Ռայոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում RE News լրատվականը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, բարի լույս։ Մերձավանի կրակոցներից հետո հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաձեռնվել է քրեական վարույթ մի շարք հոդվածների հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում են ապացուցողական եւ վարույթային գործողություններ։ Հիշեցնեմ, սեպտեմբերի 23-ին ժամը 23:52-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, 2 մարդ զոհվել է, 1-ը վիրավորվել։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանն է։ Սպանված երկրորդ անձը ոստիկան Կարեն Աբրահամյանն է, որը հարձակման պահին ծառայության մեջ չի եղել։ Նա Գրիգորյանի ընկերն է։ Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի հոգեհանգստին մեծ թվով մարդիկ են մասնակցել նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ շարքային քաղաքացիներ։ Փարաքարի մշակույթի եւ երիտասարդության տուն է այցելել նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որին ուղեկցում էին ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ։ Համայնքի կենտրոնական փողոցում սև ժապավեն է ամրացված։ Վալոդիա Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, սեպտեմբերի 26-ին ժամը 12-ին նույն վայրից։ Կյանքից հեռացավ եռանդուն քաղաքացի, կառավարման ոլորտում փորձառու, եռանդուն, բանիմաց եւ կարողունակ մարդ, որը կարողացավ շատ հաջող արդյունքներ գրանցել եւ ղեկավարել բավական այսպես մեծ համայնք։ Պարոն Գրիգորյանի հետ լավ հարաբերություն ունեմ, կարճ ժամանակահատվածում հասցրել ենք ընկերանանք եւ երեք պիտի հանդիպեինք մենք։ Շնորհակալ եմ, էլ չեմ կարող։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը դարձավ անկախությունից հետո մեր ժողովրդին պատուհասած ամենաողբերգական էջերից մեկը։ Ավելի քան 218 զոհ, հարյուրավոր վիրավորներ, 2 տասնյակ անհետ կորածներ։ Պայթյունը պարզապես դժբախտ պատահար չէր, այլ մարդկային կյանքերի կորստի, վիրավորների, ցավի ու ողջերի անտանելի սպասման ողբերգական համադրություն։ Մեր նկարահանող խումբը զրուցել է փրկվածների, ականատեսների, բժիշկների, զոհվածների ու անհետ կորածների հարազատների հետ։ Պատմություն ոչ միայն պայթյունի, այլև չսպիացող վերքերի եւ մարդկային տոկունության մասին։ Դիանա Կարապետյանի վերջին պայթյունը մեր եթերում կլինի հաջորդ շաբաթ, իսկ այժմ դիտենք մի հատված։ Выполнена первичная хирургическая обработка ран. Մեզ ասում էին, որ մենք վառելիք չունենք։ Ես քիչ էլ իմանա, որ Հայկազո էնզե կա, բենզին կա։ Մարդիկ մոտենում էին, բենզինը լցնում էին, հանողները իրենք լցնում էին եւ գնում։ Հիվանդանոց մտնելու պես հասկացա, որ բախտավորությունա, որ գոնե տենց մի հատ վարված մարդ գտնեինք մենք։ Պանելները ոտերից տակ գլում է, ընկնում եմ արդեն կրակ էր, չէի տենում ինչ կա չկա։ Փորձում էի վեր կենալ եւ չէի կարողանում։ Մեր տնեցիները անցանի մտքով երեխաներս Մենք ասում ենք փրկեք, մենք այս ցավին չենք դիմանում, մի հատ մի սրսկի, 2 հատ սրսկի։ Մեր երեխեն չկա ասում։ Ես ցավից չեմ գոռում, այլ մեր երեխեն չկա։ 218 համարի դիակներ։ Դա երևի մինչև մահ մեզ հետ կլինի։ Այն զգացմունքը ունեմ, թե վաղը երևի նույնս հետ եմ գնալու։ Մարդիկ հարյուրներով հավաքվել էին բենզինի պահեստի մոտ վառելիք ստանալու եւ հարազատ բնորանից գաղթի ճամփան բռնելու համար։
Պայթյունին նախորդող օրերին 9-ամսյա շրջափակմամբ սովի մատնված ու հյուծված Արցախը վերջին հերոսական դիմադրությունը ցույց տվեց անձնակազմով ու տեխնիկայով բազմապատիկ գերազանցող թշնամուն, սակայն չունենալով թիկունքային ապահովում, վիրավորներին հոսպիտալներ հասցնելու հնարավորություն, պաշտպանված ռադիոկապ եւ այլ անհրաժեշտ միջոցներ, դադարեցրեց պայքարը եւ մեծով ու փոքրով դուրս եկավ սեփական երկրից։ Դեպի Մար Հայաստան ճանապարհը ականատեսի աչքերով պատմում է Մերի Դանելյանը։ Երկու 2023-ի սեպտեմբերի 24-ին Արցախից տեղահանվեցին սահմանամերձ գյուղերի եւ քաղաքների բնակիչները, որոնք հազիվ փրկվելով, չհասցնելով անգամ վերցնել ամենանհրաժեշտը, ապաստան էին գտել Ստեփանակերտից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանի տարածքում, ռուսաստանցի խաղաղապահների հենակետում։ Այդ օրը սկսվեց մեծ տեղահանությունը, որը տևեց մինչև հոկտեմբերի սկիզբ։ Սեպտեմբերի 25-ին հերթը իմն էր։ Ես արդեն հավաքել էի ամենակարևոր իրերն ու տեղավորել մեքենայի բեռնախցիկում։ Չնայած այդ ժամերին ինչին նայում էի կարևոր էր թվում։ Տարօրինակ հանգստությամբ դուրս եկա տնից։ Առանձնահատուկ խնամքով փակեցի տան դուռն ու բանալին պահեցի մոտս։ Ավտոտնակի դիմաց կայանած մեքենան մեզ պիտի անցկացներ Հակարիի կամրջով։ Բայց միակողմանի։ Վերջին անգամ։ Վերջին անգամ տնից դուրս գալու գիտակցումը սակայն դեռ չկար։ Ինչպես չկար 2020-ին մեր գյուղից հեռանալիս։ Գիտեք երբ հայտնվեց, երբ ուղակի նայեցի 5-րդ հարկի մեր բնակարանին։ Դեռ Ստեփանակերտից դուրս չէինք եկել, դարձանք մեքենաների անծայրածիր Շարասյան մի մասնիկը։ Ժամերով կանգնում էինք նույն տեղում։ Սանտիմետրերով էինք առաջ շարժվում։ Սա իմ կյանքի ամենաերկար ճանապարհն էր ու այդ օրերի դժոխային իրականության շարունակությունը։ Մարդիկ մահանում էին գաղթի ճանապարհին, ու մենք ստիպված էինք լինում մի կերպ ճանապարհ ազատել նրանց համար։ Մենք ուզում էինք րոպե առաջ Հակարի հասնել, որը երբեմնի կյանքի ճանապարհն էր, իսկ այդ օրերին փրկության ճանապարհ էր թվում։ Եվ չէինք ուզում հասնել, որովհետև չգիտեինք այնտեղ ինչ է սպասվում, եւ որ ամենավատն է դրանից հետո։ Շշուկներ էին պտտվում, որ ադրբեջանցիները մանրակրկիտ զննում են մեքենաները եւ ներսում անգամ խաչ հայտնաբերելու դեպքում հնարավոր է խնդիրներ առաջանան։ Մարդիկ ուղակի սկսեցին չեզոքացնել չակերտավոր արգելված իրերը։ Հանեցի խաչը։ Դրեցի մի մեծ քարի հետևում, մտածելով գուցե մի օր բախտս բերի ու գնամ հետևից։ Ճանապարհին խոսում էին, թե Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։ Բայց քանի որ հեռախոսակապի լիակատար բացակայություն էր, մենք ոչ մի լուր չէինք կարողանում իմանալ։ Չգիտեինք ինչ վիճակ է եւ ոչ մի տեղեկություն չունեինք այնտեղ մնացած մեր ծանոթ անծանոթների մասին։ Մարդածին այս աղետի մասշտաբի մասին պատկերացնել անգամ չէինք կարող։ Ու սկսվեց Ստեփանակերտ շտապող ուղղաթիռների ու շտապօգնության մեքենաների երթը։ Ամեն անցնող մեքենայի ու ուղղաթիռի հետ սկսում ենք գիտակցել ողբերգության չափը։ Տնից դուրս գալուց 37 ժամ անց Հակարիում էինք։ Ստուգեցին, անցանք։ Գորիսի երիտասարդ կամավորներն անմիջապես մոտեցան մեքենաներին,
սնունդ ու տաք թեյ հասցրին մրսած, հոգնած, գրեթե ամեն ինչ կորցրած ու իբր փրկված մարդկանց։ Հերթը չէր վերջացել։ Շարունակվեց Գորիսի համայնքապետարանում։ Բռնի տեղահանվածներից տվյալներն էին հավաքագրում։ Հաջորդ ու վերջին կանգառը Երևանն էր։ Սեպտեմբերի 26-ին Արցախից Մայր Հայաստան եկող մեքենաների հոսքն ավելի մեծ էր։ Երեկոյան տվյալներով Արցախի հանրապետության տարածքը հարկադրված լքեց 28000-ից ավելի մարդ։ Դժվարություններն անտանելի էին։ Մարդիկ օրերով անցնում էին ընդամենը 2 ժամանոց ճանապարհը, քնում մեքենաներում։ Տեղահանությունը շարունակվեց մինչև հոկտեմբերի 3-ը։ Ըստ քննչական կոմիտեի, միայն Գաղթի ճանապարհին 64 մարդ է մահացել։ Արցախի հանրապետությունից բռնագաղթվեց եւ էթնիկ զտման ենթարկվեց ավելի քան 100,000 մարդ։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Երկրի վարչապետը մեկնել է Ռուսաստան Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը մասնակցում է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, օրակարգում է նաև հանդիպումը Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտնել էր, որ 5-շաբթի Պուտինը Կրեմլում երկկողմ միջազգային հանդիպումների մարաթոն կանցկացնի։ Գլոբալ ատոմային ֆորումին մեր երկրի մասնակցության նշանակության եւ ատոմային էներգիայի ոլորտում մեր հետաքրքրությունների մասին Սիմոն Հովանիսյանն է պատմում։ Աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել Նիկոլ Փաշինյանը մասնակցելու համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Այն նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։ Այս միջոցառումն ըստ փորձագետների Ռուսաստանին հնարավորություն է տալիս ընդգծել իր առաջատար դիրքը ատոմային էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև ցույց տալ աշխարհին գիտության եւ տեխնոլոգիական նվաճումները։ Ֆորումի օրակարգում ընդգրկված են ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական նորարարությունները, միջուկային ու հարակից ոլորտների ներուժը եւ այլն։ Կազմակերպիչներն ակնկալում են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 18000 երիտասարդ մասնակիցների եւ մասնագետների մասնակցություն։ Միջոցառմանը մասնակցում են նաեւ մի շարք երկրների ղեկավարներ, գիտնականներ եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում միջազգային ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչներ։ Հայաստանը լուրջ է վերաբերում իր միջազգային պարտավորություններին եւ հաստատում իր նվիրվածությունը միջազգային ռեժիմի ստանդարտներին եւ սկզբունքներին։ Տիկնայք եւ պարոնայք, հաշվի առնելով այս նկատառումները, Հայաստանի կառավարությունը հաստատել է ատոմային էլեկտրակայանի պահպանման քաղաքականությունը, որպես երկրի էներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչ։ Մինչ համաժողովին մեկնել է Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել Երևանում քննարկելու Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական եւ անվտանգային ասպեկտներին։ 2022-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ստորագրվեց միջպետական համաձայնագիրը, որով նախատեսվում է 1000-ից 1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել։ Ատոմային էներգաբլոկի կառուցումը ըստ ՏԿ նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանի կարժենա 5-ից 13 միլիարդ դոլար, իսկ կառուցման տևողությունը տարբեր գնահատականներով 8-ից 10 տարի է։ Երևանից ուղիղ գծով 36 կիլոմետր հեռավորության վրա կառուցված միջուկային կայանի առաջին էներգաբլոկը չի շահագործվում։ Երկրորդի նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին։ Լայնածավալ արդիականացումից հետո նրա շահագործման լիցենզիան երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ Ներկայում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու եւ այն հասցնելու մինչև 2036 թվականը։ Մեծամորի ատոմակայանի արդիականացումը Ռուս Ատոմ Սերվիզի հետ համատեղ է իրականացվում։ Հատկանշական է, որ համաշխարհային ատոմային շաբաթը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնությունը։ Մյուս տարի լրանում է Ռուսաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի ժամկետը։ Այն կնքվել է 2010 թվականին նախագահներ Բարակ Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդևի կողմից։ 2021-ին երկարաձգվել է 5 տարով։ Колонна ракетных войск стратегического назначения. Պայմանագիրը սահմանափակում է երկու երկրների միջուկային միջմայրցամաքային հրթիռների քանակը։ Հնարավորություն տալիս ուսումնասիրել մեկ-մեկում միջուկային զինանոցը։ Սակայն 2023 թվականի փետրվարին Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի ֆոնին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը կասեցնում է իր մասնակցությունը պայմանագրին։ Արդյունքում Ամերիկան նույնպես դադարեց Ռուսաստանին տվյալներ տրամադրել։ Սա ըստ էության վերացնում է երկու երկրների միջուկային զենքի վերահսկողությունը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։
Համաշխարհային ատոմային շաբաթի շրջանակներում իր ելույթի ընթացքում Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել Հայաստանին աջակցելու ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցում։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը նախորդ տարի հայտարարել էր Հայաստանից պաշտոնական այցով ոչ մի պաշտոնյա Բելարուս չի գնա, քանի դեռ այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է, որը քաջալերել է Ադրբեջանին Արցախի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելիս։ Կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2026 թվականի տարեկան ծրագիրը, որի նպատակն է քաղցրահամ ջրավազանի ապահովումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանի ջրհավաքի ավազանի էկոհամակարգերի կայուն օգտագործմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը։ Կառավարությունը որոշում է կայացրել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը ազգային ժողով ներկայացնելու մասին։ Գործադիրը քննարկել է նաև հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը։ Այն ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Կառավարությունը հավանություն տվեց 2026 թվականի պետական բյուջեի նախագծին, որը շուտով կներկայացնի ազգային ժողովի դատին։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց եկող տարվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, հարկային վարչահարության բարելավման ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր հնարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4%-ային կետով, այստեղ նշեմ, որ սպասողականը այս տարվա համար 1%-ային կետով բարելավումն է 24 թվականի նկատմամբ։ Բյուջեի նախագծից բացի հաստատվեցին նաև մի շարք այլ տարեկան ծրագրեր։ Դրանց թվում էին Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագրերը։ Արդարադատության նախարարությունը շարունակում է ընդլայնել իրավաբանական անձանց առցանց գրանցման հնարավորությունները։ Եթե այսօր միայն անհատ ձեռնարկատերերն էին կարողանում գրանցվել առցանց, ազատվելով պետտուրքից, ապա շուտով այս հնարավորությունը հասանելի կլինի նաև բոլոր տեսակի ընկերությունների համար։ Առաջիկա 2 ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ կապահովենք, որպեսզի այլ կազմակերպային իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց գրանցումը ևս լինի օնլայն հարթակի միջոցով, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին է խոսքը, համատիրությունների մասին է խոսքը եւ նաեւ այլ կազմակերպային իրավական տեսք ունեցող անձանց մասին է խոսքը։ Մեկ այլ ռազմավարական ուղղություն, որը քննարկեց գործադիրը, կանաչ եւ կայուն տնտեսության անցումն է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ համապատասխան ռազմավարությունը պատրաստ է քննարկման։ Այս տարի արդեն էկոնոմիկայի նախարարություն ներկայացրեց եւ հաստատվել է կանաչ տաքսոնոմիան, իսկ ռազմավարությունը, կանաչ եւ կայուն տնտեսության ռազմավարությունը հուսով ենք, որ առաջիկա ամսվա ընթացքում կքննարկենք եւ կընդունենք, որովհետեւ դա եւս մեր կարծիքով պատրաստի քննարկման արժանի փաստաթուղթ է։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Գործընկերոջ միտքը շարունակեց ֆինանսների նախարարը, հավելելով, որ կմշակվի նաև շրջանաձև տնտեսության ներդրման հայեցակարգ։ Կառավարությունը կհաստատի կանաչ եւ կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը։ Բյուջեի նախագիծն ուղեկցող ծրագրերը առաջիկայում կհրապարակվեն եւ կներկայացվեն խորհրդարանական քննարկման։ Կառավարության հաստատած ռազմավարական փաստաթղթերը կմնան ընթացիկ տնտեսական եւ իրավական օրակարգի մաս։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1%-ով, նույն ժամանակաշրջանում առևտրի շրջանառությունն աճել է գրեթե 4%-ով, շինարարությունը 20%, ծառայությունների ոլորտը 10%-ով, իսկ ահա-արդյունաբերությունը նվազել է 7.8%-ով, արտահանումը նվազել է 49%-ով, ներմուծումը 35%-ով։ Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Հայաստանի արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Ղազախստանի փոխվարչապետ եւ արտգործնախարար Մուրադ Նուրլեուի եւ Արարատ Միրզոյանի հանդիպմանն ընդգծվել է երկկողմ ռազմավարական բնույթի հարաբերությունների դինամիկ զարգացումը, այդ թվում բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսության եւ ոլորտային համագործակցության ընդլայնման միջոցով։ Այս համատեքստում դիվանագետները մտքեր են փոխանակել առաջիկա երկկողմ բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի, ինչպես
ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։ Մյուս հանդիպումներին ու դրանց արդյունքներին անդրադարձել է Աննա Հարությունյանը։ ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակը դարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների հերթական հարթակը։ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Շարունակելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի քննարկումները, նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի շուրջ եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Ուղիղ երկխոսությունը լրացվեց միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածությամբ։ Երկու նախարարները մասնակցել են նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին, ինչը վկայում է գործընթացում Վաշինգտոնի շարունակական ներգրավվածության մասին։ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին զուգահեռ նախարար Միրզոյանի աշխատանքային ժամանակացույցը կենտրոնացած էր նաև առանցքային եվրոպական գործընկերների հետ կապերի ամրապնդման վրա։ Նա հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացման ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հարցեր։ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են իրենց հաստատակամությունը խորացնելու Հայաստանի եւ Լիբանանի միջև երկկողմ համագործակցությունը, երկու ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական կապերին համահունչ։ Խաղաղության պայմանագրի շուրջ քաղաքական բանակցություններին զուգահեռ օրակարգում մնում են հակամարտության հումանիտար հետևանքները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարի Ճեգերի հետ։ Կենտրոնական թեման Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակման, ինչպես նաև Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրներ։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը։ Արարատ Միրզոյանը եւ Մոնղոլիայի պաշտոնակից Բաթմունղ Բացեցեգը ստորագրել են Մոնղոլիայի եւ Հայաստանի կառավարությունների միջև դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։ Մինչև այդ դիվանագետները քննարկել էին երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ավստրիայի, Օմանի, Շվեյցարիայի եւ այլ երկրների պաշտոնակիցների հետ։ Ըստ միջազգայնագետների Նյույորքում Հայաստանի արտգործնախարարի անցկացրած հանդիպումները ներկայացնում են ակտիվ եւ բազմավեկտոր արտաքին քաղաքականության պատկեր, ստեղծում են դիվանագիտական ակտիվության տպավորություն եւ միջազգային հարթակներում հնչեցնում Հայաստանի դիրքորոշումները։ Սակայն քննադատների կարծիքով պաշտոնական հաղորդագրություններում անցկացվող ընդհանուր ձևակերպումները, ինչպիսիք են մտքեր են փոխանակել, կարող են քողարկել կոնկրետ պայմանավորվածությունների բացակայությունը։ Բացի այդ, բազմավեկտոր քաղաքականություն վարելու փորձը ներկայիս աշխարհաքաղաքական բևեռացման պայմաններում կարող է դիտարկվել ոչ թե որպես ճկունություն, այլ որպես ռազմավարական անորոշություն։ Ի վերջո, Միրզոյանի հանդիպումների իրական հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք դրանցում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն իրական շոշափելի աջակցության, լինի անվտանգային թե տնտեսական, ինչի մասին պաշտոնական հաղորդագրությունները առայժմ լռում են։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նյու Յորքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը եւ ընդգծել, որ Մոսկվան պետք է կառուցողական միջոցներ ձեռնարկի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Հանդիպումը տեղի ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում։ Լավրովի ելույթը գլխավոր ասամբլեայում տեղի նախատեսված է սեպտեմբերի 27-ին, որից հետո ռուսաստանցի նախարարը մի քանի երկկողմ հանդիպումներ կունենա Ռուբիոյի հետ։ Իր հանդիպման արդյունքների մասին հարցին արձագանքելով Լավրովը առանց խոսքի բութ մատնեվետ բարձրացրել։ Լավրով-Ռուբիո զրույցը տևել է 1 ժամ։ Զելենսկին ՄԱԿ-ն արդյունավետ է անվանել պատերազմ ապրող երկրների համար։ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին իր ելույթում Ուկրաինայի նախագահը զգուշացրել է, որ այժմ ընթանում է մարդկության պատմության մեջ ամենակործանարար սպառազինությունների մրցավազքը, քանի որ դրանում ներգրավված են արհեստական բանականությունն ու անօդաչու թռչող սարքերը։ Ինչ կարող են ակնկալել Սուդանը, Սոմալին, Պաղեստինը կամ պատերազմի մեջ գտնվող որևէ այլ երկրի ժողովուրդ ՄԱԿ-ից։ Տասնամյակներ շարունակ միայն հայտարարություններ, ասել է նա։ Ուկրաինացի առաջնորդն ընդգծել է, որ զենքն է որոշում գոյատևումը, իսկ միջազգային իրավունքն աշխատում է միայն այն դեպքում, երբ կան հզոր բարեկամներ, որոնք իսկապես պատրաստ են պաշտպանել այդ իրավունքը։ Եվ նույնիսկ դա չի աշխատում առանց զենքի։ Շեշտել է նա, հավելելով, որ զենքը զարգանում է ավելի արագ, քան պաշտպանվելու կարողությունը։
Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի ռազմական էլեկտրաենթակայանը ոչնչացնելու մասին։ Ուկրաինան էլ իր հերթին հաստատել է Դաշնության տարածքում մի շարք հաջող հարվածներ, այդ թվում Նովորոսիսկի նավահանգստի վրա անօդաչուների հարձակումը, որի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Այս ռազմական գործողություններին զուգահեռ Զելենսկին առաջարկում է Պուտինի հետ երկկողմ հանդիպում, սակայն Կրեմլը նշում է, որ հանդիպումը պահանջում է նախապատրաստություն, մեղադրելով Կիևին բանակցությունների առաջ խաղացման հարցում հետաքրքրություն չցուցաբերելու մեջ։ Փաստերը պարզ են։ Այս պատերազմը եւ դրա հետ մեկտեղ սպառազինությունների համաշխարհային մրցավազքը հիմա դադարեցնելն ավելի էժան է, քան հետագայում ստորգետնյա մանկապարտեզներ կամ քրիտիկական ենթակառուցվածքների համար զանգվածային բունկերներ կառուցելը։ Պուտինին հիմա կանգնեցնելն ավելի էժան է, քան յուրաքանչյուր նավահանգիստ եւ յուրաքանչյուր նավ ծովային անօդաչուներով զինված ահաբեկիչներից պաշտպանելու փորձերը։ Ռուսաստանին հիմա կանգնեցնելն ավելի էժան է, քան մտահոգվելը, թե ով առաջինը կստեղծի միջուկային մարտագլխիկ կրող պարզունակ անօդաչու սարք։ Ուստի մենք պետք է միասին օգտագործենք այն ամենը, ինչ ունենք ագրեսորին ստիպելու համար կանգ առնել։ Զելենսկին կոչ արել Եվրոպային ավելի շատ աջակցել ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային, պատճառաբանելով ռուսական ազդեցության մեծացմամբ։ Խոսքում նա նշել է նաև Վրաստանի մասին, ասելով, որ Եվրամիությունը արդեն կորցրել է Վրաստանը եւ վերջինիս ապագան կախված է Ռուսաստանից, ինչին շատ արագ եւ կոշտ արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչ վերաբերվում է Ուկրաինայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առումով ստեղծված իրավիճակին, ապա այստեղ իրավիճակը ողբերգական է, թե ժողովրդավարության եւ թե մարդու իրավունքների ոլորտում։ Երբ նման իրավիճակում սկսում են խոսել Վրաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին, դա ինքնին անհեթեթություն է։ Դոնալդ Թրամփն իր ելույթում մի շարք թեմաների անդրադառնալուց զատ խոսել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության եւ հնարավոր հանգուցալուծման մասին։ Կարծես թե երբեմնի լավ հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ խաթարվել են։ Թրամփը կրկին սպառնացել է մաքսատուրքերով եւ պատժամիջոցների կիրառմամբ։ Եթե Ռուսաստանը պատրաստ չլինի համաձայնել պատերազմի դադարեցմանը, ապա Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է կիրառել շատ խիստ եւ հզոր մաքսատուրքեր, որոնք իմ կարծիքով շատ արագ կդադարեցնեն արյունահեղությունը, սակայն այդ մաքսատուրքերն արդյունավետ լինելու համար եվրոպական երկրները, ձեզնից յուրաքանչյուրը, որոնք հիմա այստեղ եք հավաքված, պետք է միանան մեզ, ընդունելով ճիշտ նույն միջոցները։ Ի վերջո դուք շատ ավելի մոտ եք այս իրավիճակին, մեր միջև օվկիանոս է, իսկ դուք հենց այնտեղ եք։ Եվրոպան պետք է ակտիվանա, նրանք չեն կարող շարունակել այն, ինչ անում են։ Նրանք գնում են նավթ եւ գազ Ռուսաստանից, մինչդեռ կռվում են Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ տնտեսապես կայուն է եւ նրա բանակն առաջ է շարժվում Ուկրաինայում, հերքելով Թրամփի խոսքերը, որոնք կոչ էին անում Ուկրաինային օգտվել Ռուսաստանի տնտեսական թուլությունից եւ հետ վերցնել գրավյալ տարածքները։ Երեկ նրանք Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպեցին։ Իհարկե նախագահ Թրամփը լսեց Զելենսկու տարբերակը իրադարձությունների վերաբերյալ, եւ ըստ երևույթին այս պահին այդ տարբերակն է պատճառը այն գնահատականի, որ մենք լսեցինք։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Թրամփի մեկնաբանությունները, որոնք կարծես թե փոխում են նրա հռետորաբանությունը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների եւ բոլոր նրանց հետ, ովքեր հասկանում են համաշխարհային կարգը պահպանելու համար Ռուսաստանին պարտություն մատնելու կարևորությունը, հաստատակամորեն կկանգնի Ուկրաինայի կողքին։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարծես թե նոր թափ է հավաքում։ Ռուսաստանը պնդում է իր տնտեսական կայունության եւ ռազմական առաջընթացի մասին, հերքելով ՄԱԿ-ում իր դեմ հայտարարությունները։ Զելենսկիի Ուկրաինային աջակցելու կոչերը եւ Միացյալ Նահանգների փոխվող ռետորաբանությունը զուգակցված Եվրոպայի դերակատարության մեծացման պահանջով ընդգծում են հակամարտության լուծման ճանապարհին առկա նոր մարտահրավերները։ Դավիթ Գենջոյան, Open Media։ ՄԱԿ-ում գրեթե 6 տասնամյակի դադարից հետո Սիրիայի առաջնորդի առաջին ելույթում անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարան խոստացել է պատասխանատվության ենթարկել մինչհամայնքային բռնությունների մեղավորներին, միաժամանակ հայտարարելով Իսրայելի հետ ճգնաժամը դիվանագիտությամբ հաղթահարելու մտադրության մասին։ Միացյալ Նահանգների ճնշման ներքո Դամասկոսն ու Թել Ավիվը բանակցում են անվտանգության պայմանագրի շուրջ, որի համար Իսրայելը Ասադի տապալումից հետո սիրիական տարածքներ զավթելով պահանջում է Սիրիայի հարավ-արևմուտքի ապառազմականացում և դրուզների անվտանգության երաշխիքներ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Պաղեստինի պետականությունը ճանաչած երկրների որոշումն անվանել է ամոթալի կապիտուլյացիա պաղեստինյան ահաբեկչության առջև։ Նման քայլերը ոչ մի կերպ չեն պարտավորեցնում Իսրայելին, պաղեստինյան պետությունը չի ստեղծվի, նշել է նա։ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ մեկ տասնյակ երկիր է հայտարարել Պաղեստինը ճանաչելու մասին, շեշտելով, որ երկու պետություն բանաձևով լուծումը համարում են խաղաղության եւ անվտանգության հիմք թե պաղեստինցիների եւ թե իսրայելցիների համար։ Հիշեցնեմ, Հայաստանը Պաղեստինը ճանաչել է 2024 թվականի հունիսի 21-ին։ Իդեպ Սլովենիան, որ նույնպես անցած տարի էր ճանաչել Պաղեստինը, արգելել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մուտքը երկիր։ Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պարտվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Աննա Վարդապետյանը կարևորել է երկու երկրների ոլորտային կառույցների միջև համագործակցության զարգացումը։ Իրանի նախարարը բարձր է գնահատել գլխավոր դատախազի ջանքերը ուղղված երկրում կոռուպցիայի դեմ պայքարին և այս համատեքստում անդրադարձել է հետախուզողների հանձնման, իրավական օգնության ապահովման վերաբերող մի շարք հարցերի։ Այժմ խոսելու ենք Միացյալ Նահանգների արտաքին օգնության քաղաքականության կտրուկ փոփոխության մասին, որը կոչվում է նախ առևտուր, հետո օգնություն։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տրամագծորեն փոխել է USAID-ի գործունեությունը, կրճատելով գրեթե $2 միլիարդ օգնությունը։ Այս փոփոխությունները լուրջ ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի և հասարակական մեդիա կազմակերպությունների վրա, որոնց բյուջեի միջև 90%-ը կախված էր ամերիկյան գործակալության ֆինանսավորումից։ Ինչպես են այս կրճատումները ազդել տեղական կառույցների վրա և ինչ մարտահրավերներ են սպասվում։ Իմացեք մանրամասները դիտելով Անի Հովհաննիսյանի ռեպորտաժը։ Trade Before Aid կամ առևտուրը օգնությունից գերակա։ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը փոխում է այն երկարամյա համոզմունքը, որ սննդի, բժշկական և տնտեսական օգնությունը ԱՄՆ-ի գլոբալ ազդեցության փափուկ ուժի բաղադրիչն է։ $1.8 միլիարդ արտասահմանյան օգնության միջոցները կուղղվեն America First նախաձեռնություններին, ինչպիսիք են Գրենլանդիայում ներդնումները և Լատինական Ամերիկայում մարքսիստական կամ հակաամերիկյան ռեժիմների դեմ պայքարը։ Թրամփի պաշտոնավարման առաջին իսկ օրերից այս տարվա հունվարից հնչող հայտարարություններից պարզ էր, որ նա 180 աստիճանով կփոխի ԱՄՆ-ից արտասահման ուղարկվող օգնության քաղաքականությունը։ USAID-ը իսկապես կոռումպացված է և ոչ կոմպետենտ։ Մենք ընդամենը 2 շաբաթվա ընթացքում միլիարդավոր դոլարների չարաշահումներ ենք բացահայտել և սա դեռ սկիզբն է։ Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի մի քանի շաբաթվա մեջ Թրամփի վարչակազմը միլիարդներ խնայեց, ավելի քան 4000 դրամաշնորհ չեղարկելով։ Սրան զուգահեռ հազարավոր մարդիկ իրենց աշխատանքը կորցրին։ Փետրվարին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար նշանակվեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանք աջակցում են ծրագրերին, որոնցից դժգոհում են տեղական կառավարությունները։ Նրանք լիովին անպատասխանատու են ու չեն էլ համարում, որ աշխատում են Միացյալ Նահանգների համար։ Նրանք կարծում են, թե իրենք գլոբալ կառույց են եւ իրենց տերը ամբողջ աշխարհն է, ոչ թե Միացյալ Նահանգները։ Իսկ ինչ կերպ են այս փոփոխությունները ազդել Հայաստանում աշխատող հասարակական եւ մեդիա կառույցների աշխատանքի վրա։ Դրանց բյուջեի քանի տոկոսն է կազմել USAID-ի տրամադրած ֆինանսավորումը եւ ինչ հետևանքներ են ունեցել կրճատումները։ Զրուցել ենք մի քանի կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Մեծանախաձեռնությունների կենտրոնը երկար տարիներ աշխատում էր USAID-ի հետ։ Միասին 2023-ից մեծ ծրագիր էին սկսել։ Սկզբում ասվեց, որ այդ ծրագիրը այս բանից առաջվում է 3 ամսով, հետո ինչ-որ ժամանակ հետո պարզ եղավ, որ ընդհանրապես չի շարունակվելու այդ ծրագիրը, մոտավորապես 50%, եթե ոչ 60% այդ կարգի։ Դիվերսիֆիկացիան ունենալով մեր համար շատ դժվար էր, ինքն էլ է դժվար իրական, նաև մենք մի փոքր առավելություն ունենք մյուս մեր գործընկերների նկատմամբ հիմնականում ունենք, այնա որ մեր գրասենյակը մեր սեփականությունն է։ Չնայած այս փոփոխություններին կադրային եւ աշխատավարձերի կրճատումներ կենտրոնում չեն եղել։ Ծրագրի արգելափակումից տուժել է նաև ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Լուրջ հարված էր ընդհանրապես ոչ միայն 1-2 կազմակերպությունների համար, այլև Հայաստանում քաղաքացիական հասարակության, քաղաքացիական տարածքի համար։ Ստիպված ենք եղել դուրս գալ գրասենյակից, չկարողացանք այլևս վճարել մեր գրասենյակի վարձակալության գումարը, չկարողացանք այլևս պահել մեր հիմնական փորձագետներին, անձնակազմին եւ էականորեն ստիպված են եղել կրճատել այս պահին ընդամենը 2-3
մարդը ներգրավվածին, մենք մնացինք այս ընդամենը 10% ֆինանսավորման հույսին, որը այլ աղբյուրներից էր, այլ ֆոնդերից էր ստացվում, ոչ ամերիկյան կառավարությունից։ Այսինքն 90%-ը գալիս էր ամերիկյանից։ Այո։ Մարզային հեռուստատեսությունները նույնպես տարեսկզբին խնդիրների առաջ կանգնեցին։ Շատերի համար USAID-ը ֆինանսավորման հիմնական աղբյուրն էր։ Մեր հասարակական կազմակերպության բյուջեի 80%-ը գալիս էր գրանտների, 4 ծրագիր կարից մոտ փակվեց, կարելի ասել լուրջ եւ անսպասելի հանդես է, բայց քանի որ մենք եվրոպական ֆոնդերից նույնպես ֆինանսավորում, դա չազդեց։ Իսկ աշխատակազմի կրճատումներ կամ աշխատավարձի կրճատումների հանգեցրել էր ծրագրերի հետ ֆինանսավորումների դադարեցումը։ Արդեն սկսում են հանգեցնել։ Տարվա սկզբին 2 դրամաշնոր ուղարկեցինք, բայց էլ չհասցրեցինք անգամ պատասխանը ստանալ, քանի որ արդեն դադարեցվեց։ USAID-ի նման, ասենք, այդպես մեծ բյուջե ունեցող դոնորները քիչ են, էլի, ոնց որ դրամաշնորային ծրագրերը, դրանք օգնում էին, որպեսզի հեռուստաընկերությունը եւ աշխատուժ պահի եւ ինչ-որ ծրագրերը իրականացնի։ Այս տարվա հունվարից USAID-ից հայկական հասարակական եւ մեդիա կազմակերպություններին օգնությունը կրճատվել է ավելի քան 90%-ով։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին 5 տարվա ազատազրկման է դատապարտել Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիից նախընտրական քարոզարշավի համար անօրինական միջոցներ ստանալու համար։ Դատավճռում ասվում է, որ նա բանտարկվելու է, անկախ նրանից կբողոքարկի դատավճիռը, թե ոչ։ Դատավորը նաև նրան տուգանել է 100,000 եվրոյով։ Դատախազները պնդում են, որ Սարկոզին, որը միշտ հերքել է մեղադրանքները Քադաֆիի հետ գործարք է կնքել, 2005 թվականին այդ ժամանակ նա Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էր եւ դա արել է, որպեսզի ընտրարշավի ֆինանսավորում ստանա այն ժամանակվա մեկուսացված լիբիական կառավարությանը միջազգային ասպարեզում աջակցելու դիմաց։ Սարկոզին ամենայն հավանականությամբ կբողոքարկի որոշումը։ Հիշեցնեմ, 2011 թվականի հոկտեմբերին Սարկոզին Հայաստան էր այցելել պետական այցով։ Ֆրանսիայի նախագահը մասնակցել էր Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, կոչ արել Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը, ինչը հանգեցրել էր Անկարայի հետ լարվածության։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։